ԱՄՆ-ն կտրուկ մեծացրել է այս տարվա հունվարին հիմնադրված TRIP Plus ֆոնդի ֆինանսավորումը։ Գումարը $201 միլիոն դարձել է 402 միլիոն։ Փոփոխությունը կատարվել է հուլիսի 16-ին, այս միջոցները նախատեսված են հիմնականում Հայաստանի համար։ Գումարը պետք է իրացվի մինչև 2036 թվականը։ Ծրագրի արդյունավետությունը վերահսկվելու է ԱՄՆ իշխանությունների կողմից։ Ֆոնդի ղեկավար է նշանակվել ազգությամբ ռուս գործարար Կոստանտին Սոկոլովը։ Նա աջակցում է Թրամփին և հանրապետականներին։ Սոկոլովը նաև Հայաստանում գործող Viva Armenia ընկերության բաժնետեր է։ Ֆոնդը գործում է որպես անկախ կազմակերպություն, ԱՄՆ կառավարությունը պատասխանատու է միայն դրա վերահսկողության համար։ Աջակցությունը ներառում է վարկեր և բաժնետիրական ներդրումներ, ծրագիրը տարածվում է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների վրա։ ԱՄՆ-ն նման մեխանիզմներ կիրառել է դեռևս 1989 թվականից։ Այն նպաստում է տնտեսական աճին նախկին խորհրդային երկրներում։ Հայաստանն այս գործընթացում առանցքային դեր ունի։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Սպիտակ փոշին Լոս Անջելեսի քաղաքապետարանում ինչ է պատահել։ Թմրանյութերի հսկայական խմբաքանակ Լոս Անջելեսի գաղտնի լաբորատորիայում։ Լոնգ Բիչում արագաչափ տեսախցիկները կսկսեն վարորդների որսը։ Գիշերային սպանություն Լոս Անջելեսում, ում է պատկանում փողոցում մնացած գործիքների արկղը։ 18 տարեկանում համալսարանի դասախոս ռեկորդակիրը ամերիկացի է։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ, ինչպես միշտ ձեզ կներկայացնեմ Ամերիկայում տեղի ունեցող ամենահետաքրքիր ու կարևոր թեմաները։ Լոս Անջելեսի քաղաքապետարանում արտակարգ իրավիճակ է ստեղծվել։ Փոստային բաժանմունքում հայտնաբերվել է կասկածելի սպիտակ փոշի։ Այն գտնվել է կնքված պայուսակի մեջ։ Ժամանած հրշեջ ծառայության աշխատակիցները իրականացրել են քիմիական հետաքննություն։ Դեպքի վայրում եղել է 1 անձ։ Մասնագետները զննել են նրան, պարզվել է, որ նա շփում չի ունեցել փոշու հետ։ Նա հրաժարվել է հիվանդանոց գնալ։ Ժամանել են նաև Լոս Անջելեսի ոստիկանության աշխատակիցները, նրանք հայտնել են, որ հանրության համար սպառնալիք չկա։ Գործը փոխանցվել է վտանգավոր նյութերի մասնագիտացված թիմին։ Նրանք կշարունակեն հետաքննությունը։ Լոս Անջելեսի քաղաքապետարանում աշխատանքը վերադարձել է բնականոն հունին։ Իրավապահները շարունակում են վերահսկել շենքի տարածքը։ Ոստիկանները նշում են, որ հանրության համար վտանգ չկա։ Լոս Անջելեսում հայտնաբերվել է թմրանյութերի գաղտնի արտադրամաս։ Իրավապահներն առգրավել են ավելի քան 1300 ֆունտ մեթամֆետամին։ Դրա արժեքը կազմել է $12.5 միլիոն։ Սա Լոս Անջելեսի պատմության ամենամեծ գործողություններից մեկն է։ Գործողությանը մասնակցել են Լոս Անջելեսի նավահանգստային ոստիկանության և ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունը։ Հետաքննությունը սկսվել էր հունվարին, այն կապված էր Սինալոա կարտելի գործունեության հետ։ Օպերացիաների ընթացքում հայտնաբերվել են ֆենտանիլի հազարավոր հաբեր, առգրավվել էր նաև 20 ֆունտ մեթամֆետամին։ Հուլիսի 28-ին իրավապահները խուզարկել են կասկածելի տարածքը։ Ռիվերսայդ շրջանում նրանք հայտնաբերել են 119 կիլոգրամ կոկային։ Բացի թմրանյութերից առգրավվել են $80,000 կանխիկ գումար, հրազեն։ Ձերբակալվել էր 3 մեքսիկացի։ Նրանք կասկածվում են թմրանյութերի արտադրության մեջ։ Հետաքննողները գտել են ինչպես բյուրեղային, այնպես էլ հեղուկ թմրանյութեր։ Աշխատանքը շարունակվում է նաև այլ շրջաններում։ Իրավապահները կենտրոնացած են թմրաշրջանառության ցանցերի բացահայտման վրա։ Թրամփն օգոստոսի 4-ին ժամանելու է Լոս Անջելես։ Նա ելույթ կունենա Լոս Անջելեսի Ռանչո Պալոս Վերդեսի գոլֆի ակումբում։ Այնտեղ տեղի կունենա Հանրապետական ազգային կոմիտեի դրամահավաքը։ Կանխատեսվում է, որ նախագահը կքննադատի դեմոկրատների ղեկավարության ձախողումը և կներկայացնի իր վարչակազմի կարևոր ձեռքբերումները։ Սպիտակ տան խոսնակն ասել է, նախագահը կշեշտի տարբերությունը իր և Նյուսոմի քաղաքականության միջև։ Թրամփը կքննադատի Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին։ Նա նրան մեղադրում է հարկերը բարձրացնելու մեջ։ Նախագահը պնդում է, որ Նյուսոմը պաշտպանում է օրինախախտներին։ Գևին Նյուսոմը նախագահի այցի մասին հրապարակավ չի խոսել։ Նա հաճախ է քննադատում Թրամփի գործունեությունը։ Սպիտակ տանը հիշեցրել է, թե նահանգին քանի անգամ է օգնել նախագահը։ Նա աջակցել է Փալիսեիդսի և Իթոնի հրդեհների տուժածներին։ Թրամփը ստորագրել է նաև վերականգնման արագացնող հրամանագիր։ Լոս Անջելեսից Թրամփը կմեկնի Լաս Վեգաս։ Այնտեղ նա ելույթ կունենա տնտեսության թեմայով։
Long Beach-ում շուտով կտեղադրվեն արագաչափ սարքեր, քաղաքը նախատեսել է տեղադրել 18 տեսախցիկ։ Դրանք կլինեն տարբեր փողոցներում, այդ թվում Long Beach և Արտեզիա բուլվարներում իշխանությունները ցանկանում են նվազեցնել մահվան ելքով վթարների թիվը։ Անցյալ տարի քաղաքում վթարների հետևանքով գրանցվել է 53 մահվան դեպք։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 1990-ականներից ի վեր։ Համակարգը կսկսի աշխատել հոկտեմբերի 4-ին, առաջին 60 օրը կլինի զգուշացման շրջան, տուգանքները կսկսվեն դեկտեմբերի 3-ից։ Տուգանքի չափը կախված կլինի արագության գերազանցումից, այն տատանվում է 50-ից մինչև $500 միջակայքում։ Տեսախցիկները կլուսանկարեն մեքենայի հետևի պետհամարանիշը։ Կառավարությունը Թրամփին խրախուսում է անվտանգության այս քայլերի համար։ Հատուկ աշխատակիցներ կստուգեն յուրաքանչյուր դեպքի տվյալները, այնուհետև քաղաքը փոստով կուղարկի տուգանքի մասին ծանուցումը։ Խախտումները չեն գրանցվի վարորդի անձնական գործում, այս տեղեկությունը չի փոխանցվի ապահովագրական ընկերություններին։ Նոր ցուցանակները կզգուշացնեն վարորդներին տեսախցիկների առկայության մասին։ Քաղաքային իշխանությունը վստահեցնում է, որ նպատակը ոչ թե հնարավորինս շատ տուգանք հավաքելն է, այլ երթևեկությունը անվտանգ դարձնելը։ IC գործակալները սկսել են ավելի ու ավելի հաճախակի հայտնվել օդանավակայաններում, նրանք փնտրում և ձերբակալում են մարդկանց։ Սա դարձել է նոր իրականություն ճամփորդողների համար։ Այս գործողությունը արդեն սկսել է անհանգստացնել իրավապաշտպաններին, նրանք սա վտանգավոր միտում են համարում։ Նրանք օգտագործում են օդանավակայանները որպես որսատեղի, ահազանգում են իրավապաշտպանները։ Նմանատիպ դեպքեր գրանցվել են Կալիֆոռնիա նահանգում, Լոս Անջելեսում։ Իշխանությունները պնդում են, որ իրենք կատարում են իրենց աշխատանքը և փորձում են գտնել օրենք խախտած անձանց։ Պատասխանատուները նշում են, որ հսկողությունը կլինի ավելի խիստ։ Մարդկանց կարող են կանգնեցնել նույնիսկ փոքր խախտումների պատճառով։ Այս մոտեցումը լուրջ քննադատության է արժանացել տարբեր կազմակերպությունների կողմից։ Նրանք կարծում են, որ նման քայլերը խախտում են մարդկանց իրավունքները։ Ուղևորներին խորհուրդ է տրվում լինել զգուշավոր և հնարավորինս պատրաստված, ձեռքի տակ ունենալով բոլոր փաստաթղթերը, որոնք կարող են պահանջել իրավապահները։ Թրամփը Իրանի ղեկավարներին անվանել է երկերեսանի, նա պնդել է, թե նրանք հանդիպում են խնդրել, այնուհետև Իրանը հայտարարել է, որ բանակցություններ չկան։ Թրամփը ավելի վաղ չեղարկել էր պատժիչ հարվածները, հայտարարելով, թե հնարավորություն է տալիս խաղաղ համաձայնագրին։ Իրանը այժմ քննարկումներ է վարում միայն Օմանի հետ։ Թրամփը Truth Social հարթակում է արտահայտել իր դժգոհությունը, նա Իրանի պահվածքը որակել է անհավատալիորեն երկերեսանի, սակայն Սպիտակ տանը նա հավաստիացրել է լրագրողներին, թե բանակցությունները ընթանում են հենց հիմա։ Ըստ նրա նպատակը Հորմուզի նեղուցի բացումն է, նա նշել է, այն բաց կլինի բառացիորեն վաղվանից։ Իրանի արտգործնախարարության խոսնակը հերքել է այդ տեղեկությունը, նշելով, որ Իրանը ներկայումս Ամերիկայի հետ բանակցություններ չունի։ Այս հակամարտությունը ձգվում է արդեն 6 ամիս, Իրանը վերահսկում է Հորմուզի առևտրային ուղիները։ ԱՄՆ-ն ցանկանում է վերջ դնել այս վերահսկողությանը։ Թրամփը հերթական անգամ սպառնացել էր պատմության ամենամեծ հարձակմամբ բանակցությունների նոր պատուհանը, կոչելով Իրանի վերջին հնարավորություն։ Տարածաշրջանում լարվածությունը շարունակում է մնալ շատ բարձր։ Վաշինգտոն նահանգում ավելի չրդեհները դեռ շարունակվում են կրակը նոր տարածքներ է ոչնչացրել։ Սփոքենում ավելի քան 65,000 մարդ լքել է իրենց տները, ոչնչացվել է ավելի քան 700 շինություն։ Սա համարվում է տարածաշրջանում վատթարագույն աղետ։ Սփոքենի քաղաքապետի խոսքով սա շրջանի ամենավատ աղետն է։ Կրակը դեռ չի հաջողվել ամբողջությամբ մարել։ Վաշինգտոն նահանգը հայտարարել է արտակարգ դրություն, Թրամփը կապվել է նահանգապետի հետ։ Նա իր աջակցությունն է հայտնել տուժածներին, հրդեհը ներառում է 3 խոշոր օջախ։ Այն անվանում են Spokane Complex Fire, այրվել է ավելի քան 8000 ակր տարածք։ Կալիֆոռնիայի անտառատնտեսության և հրդեհային պաշտպանության ծառայությունը օգնում է տեղի փրկարարներին։ Սա նման համագործակցության առաջին դեպքն է։ Տեղում աշխատում են հարյուրավոր փրկարարներ, ոմանք արդեն 30 ժամ անընդմեջ։ Տասնյակ անհետ կորածներ կան։ Ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները։ Հրդեհների պատճառը եղանակային ծայրահեղ պայմաններն են։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ տաք եղանակը դեռ կշարունակվի։ Այդահո նահանգի Twin Falls քաղաքում տեղի ունեցած մահացու հրաձգության վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Խոսքը In-N-Out ռեստորանի մոտ տեղի ունեցած հրաձգության մասին է, որտեղ զինված անցորդը փորձել է կասեցնել անցորդների վրա կրակ բացած հանցագործին։ Հանցագործը 24-ամյա տղամարդ է, նա սպանել է 3 մարդու և վիրավորել 7-ին։ Հետո նա ինքնասպան է եղել։
Պարզվել է, որ զոհերից մեկը Լոս Անջելեսից է, Canyon Country-ից։ Նա 59-ամյա Քրիստոֆեր Քլոնչն է։ Նա խոհարար էր։ Մեկ այլ զոհ 23-ամյա Էշլի Գարիբայը կրկին Կալիֆոռնիայից էր, Սթոքթոն քաղաքից։ Զոհվածների թվում է նաև ռեստորանի աշխատակցուհիներից մեկը։ Հանցագործը կրակել է նաև կայանված մեքենաների ուղղությամբ։ Վիրավորված տաքսու վարորդը ապաքինվում է, հայտնում են նրա հարազատները։ Տուժածներից երկուսը գտնվում են ծանր վիճակում։ Հանցագործության դրդապատճառը դեռ պարզ չէ։ Հետաքննությունը շարունակվում է, քննությանը մասնակցում է FBI-ը։ Լոս Անջելեսում Վան Նայսում տղամարդու դի է հայտնաբերվել։ Տղամարդը ընկած է եղել փողոցում, մի վարորդ է նկատել նրան գիշերը ժամը 2-ի սահմաններում։ Նա կարծել է, թե մարդը դանակահարված է, սակայն ոստիկանությունը պարզել է ճշմարտությունը։ Տղամարդը ստացել է բազմաթիվ հրազենային վնասվածքներ, բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը, նրանք տեղում արձանագրել են մահվան փաստը։ Փողոցի մեջտեղում գտնվել է նաև գործիքների արկղ։ Այն եղել է դիակից մոտ 50 ոտնաչափ հեռավորության վրա։ Ոստիկանները չգիտեն, արդյոք այն կապ ունի սպանության հետ, թե ոչ։ Առայժմ կասկածյալի մասին ոչինչ հայտնի չէ։ Սպանության դրդապատճառը նույնպես մնում է անհայտ։ Ոստիկանությունը աշխատում է դեպքի վայրում մի քանի ժամ։ Նրանք փորձում են վերականգնել գիշերային դեպքերի ընթացքը։ Բնակիչներին հորդորում են հայտնել ցանկացած տեղեկություն։ Միչիգանում արձանագրվել է մահվան առաջին 2 դեպքերը ցիկլոսպորիազի հետևանքով։ Հիվանդությունը տարածվել է սննդի միջոցով։ Մայիսից ի վեր հայտնաբերվել է ավելի քան 11,000 դեպք։ 193 մարդ հոսպիտալացվել է, այս մասին հայտնում է նահանգի առողջապահության վարչությունը։ Մահացածները ունեցել են առողջական խնդիրներ, հիվանդությունը սրել է նրանց վիճակը։ Մասնագետները նշում են, որ այս հիվանդությունը հիմնականում մահացու չէ, ԱՄՆ-ում դրա հետևանքով մահերը հազվադեպ են, վարակը փոխանցվում է աղտոտված մթերքի միջոցով։ Ըստ մասնագետների մակաբույծը կարող է առաջացնել ջրազրկում, առաջացնելով ուժեղ փոլլուծություն ու փսխում։ Բուժման համար կիրառվում է հակաբիոտիկ։ Ըստ պաշտոնական վարկածի հիվանդությունը կապված է Taylor Farms ընկերության մթերքի հետ։ Եղել են Taco Bell ռեստորանների 1000-ի հետ կապված խնդիրներ։ Այս սեզոնին վարակը տարածվում է 45 նահանգում, համարվում է ցիկլոսպորիազի անսովոր ծանր սեզոն։ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը հետևում է իրավիճակին։ Long Island-ում գրանցվել են հազվադեպ հանդիպող հիվանդության դեպքեր։ Խոսքը տուլարեմիայի կամ նապաստակի տենդի մասին է։ Նյու Յորքում արդեն կա 3 վարակված մարդ։ Հիվանդությունը փոխանցվում է տզերի խայթոցի միջոցով։ Տզերը կարող են վարակվել հիվանդ նապաստակներից, այնուհետև նրանք վարակը տարածում են մարդկանց շրջանում։ Բժիշկները նախազգուշացնում են վտանգի մասին, հիվանդությունն առաջացնում է բարձր ջերմություն եւ հոգնածություն։ Ախտանշանները շատ ավելի ծանր են լինում, հիվանդներին անհրաժեշտ է հակաբիոտիկների երկարատև բուժում։ Բժիշկները բացօթյա հանգստի սիրահարներին խորհուրդ են տալիս հաճախ ստուգել մարմինը, որ մարմնի կամ հագուստի վրա տիզ չմնա։ Պետք է զգուշանալ նաեւ վայրի կենդանիներից, իսկ տիզի խայթոցից տեղում խոց առաջանալու դեպքում պետք է անմիջապես դիմել բժշկի։ Տուլարեմիան բակտերիալ վարակ է, այն բուժելի է, եթե հայտնաբերվի ժամանակին։ Հազվադեպ լինելու պատճառով շատերը չգիտեն դրա նշանները։ Կարևոր է հետևել մաշկի վիճակին, մասնագետները շարունակում են վերահսկել համաճարակաբանական վիճակը, իսկ բնակիչներին կոչ են անում պահպանել անվտանգության կանոնները։ ԱՄՆ-ում Կալիֆոռնիան ամենախավար նահանգն է դարձել, վերջին 20 տարում այնտեղ գրանցվել է էլեկտրամատակարարման 493 լուրջ խափանում։ Հետազոտությունը հիմնված է 2003-2023 թվականների տվյալների վրա։ Այս խնդիրն ազդել է ավելի քան 32 միլիոն մարդու վրա։ Անջատումների պատճառները տարբեր են, ամենահաճախը ֆիզիկական հարձակումներն ու վանդալիզմն են։ Մյուս գործոններից են եղանակային պայմաններն ու բնական աղետները։ 2022 թվականին եղել է ամենավատ տարին, այս ժամանակ գրանցվել է 69 լուրջ անջատում։ Ամենաանհանգիստ ամիսը հուլիսը, օգոստոսը եւ դեկտեմբերն են։ Անջատումները միջինում տևել են 41.4 ժամ։ Թեքսասը, Վաշինգտոնը եւ Փենսիլվանիան նույնպես ունեն բարձր ցուցանիշներ։ Ալյասկայում վերջին 20 տարում անջատումներ չեն եղել։ Կղզիներում գրանցվել է ընդամենը 2 դեպք։ Այս վիճակագրությունը հիմնված է էներգետիկայի նախարարության հաշվետվության վրա։ Ընդհանուր առմամբ երկրում եղել է 4150 անջատում։ Սատանային վտարողը սարսափ ֆիլմից շատերին հայտնի դերասանուհի Լինդա Բլերը կարող է սկանդալի կենտրոնում հայտնվել։ Նրա տանը խուզարկություն է անցկացվել, պատճառը եղել է ապօրինի շների կացարանի գործունեությունը։ Լոս Անջելեսի շրջանի կենդանիների խնամքի եւ հսկողության դեպարտամենտը հաստատել է տեղեկությունը։
Ըստ պաշտոնական տվյալների, տվյալ գործունեությամբ զբաղվելու բլերի թույլտվությունները լրացվել են 2023 թվականին։ Նա ղեկավարում է շների որդեգրման բարեգործական հիմնադրամ։ Տարածքում կարող է լինել ավելի քան 100 շուն։ Բլերը երկար ժամանակ է կենդանիների իրավունքների պաշտպան է։ Նրա բարեգործական կայքում հասանելի է ավելի քան 128 շուն։ Քննությունը շարունակվում է, իշխանությունները մանրամասներ չեն հայտնում։ Հետաքննության նպատակն է ստուգել, արդյոք շների խնամքը պատշաճ մակարդակի վրա է։ Լինդան ապրում է Լոս Անջելեսում, որտեղ էլ անցկացվել է ստուգումը։ Գործի ընթացքի մասին պաշտոնական մանրամասները կլինեն ավելի ուշ։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ նույնպես ամեն օր հրապարակում ենք վերջին թարմ նորությունները։ 18 տարեկանում նա դասասենյակ է մտնում ոչ թե որպես ուսանող, այլ որպես դասախոս։ Նաթան Թոմասը դարձել է համաշխարհային ռեկորդակիր։ Նա Գինեսի ռեկորդների գրքի տվյալներով ամենաերիտասարդ տղամարդ դասախոսն է։ Թոմասը Մայամի Դեյդ քոլեջում դասավանդել է ինժեներական ծրագրավորում։ Նա այս պաշտոնը ստացել է 2023 թվականին, գերազանցելով 306 տարվա ռեկորդը։ Նաթանը ստացել է բակալավրի եւ մագիստրոսի աստիճաններ։ Նա ուսումնասիրել է էլեկտրական ճարտարագիտություն։ 10 տարեկանում նա արդեն քոլեջի ուսանող էր։ 14 տարեկանում տեղափոխվել է Ֆլորիդայի միջազգային համալսարան։ Նաթանի ծնողները նույնպես ինժեներներ են։ Այժմ նա սովորում է Մայամի իրավաբանական դպրոցում, որը ծրագրում է ավարտել ուսումը 2028 թվականին։ Անհավանական դեպք է տեղի ունեցել Նյու Յորքում։ 44-ամյա տղամարդը բարձրացել է պատմական կամրջի գագաթը։ Նա ցուցադրել է դրոշներ եւ ամբողջությամբ մերկացել։ Այնուհետև ցատկել է գետը։ Ոստիկանությունը նրան ձերբակալել է ջրից հանելուց հետո։ Տղամարդը տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց, նրա վիճակը կայուն է։ Կամրջի աշտարակներն ունեն 272 ոտնաչափ բարձրություն։ Անսովոր ցատկի հեղինակը մեղադրվում է անզգուշության, հասարակական կարգը խախտելու, ինչպես նաեւ անօրինական ներխուժման համար։ Նա ունեցել է ուսապարկ եւ 2 դրոշ։ Ոստիկանները չեն հայտնել դրոշների նշանակությունը։ Տղամարդու արարքի պատճառը մնում է անհայտ, քննությունը շարունակվում է։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։